Երևանում ներկայացվեց ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հետազոտությունը, որը ոլորտի ամենահեղինակավոր եւ ընդգրկուն հետազոտական հարթակներից է։ Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաեւ ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը տեղական եւ գլոբալ մակարդակներում։ Հայաստանը երկրորդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը։ Այս տարի եւս, ինչպես եւ 2019-ին, զեկույցի հրապարակումը պատրաստել է Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Իրականացվել է հետազոտությունը գլոբալ ձեռներեցության մոնիտոր կառույցի շրջանակներում, որը շուրջ արդեն մոտավորապես 27 տարի է աշխարհով մեկ իրականացնում է նմանատիպ հետազոտություններ։ Ամեն տարի մոտավորապես 200,000 մարդ աշխարհում մասնակցում են նմանատիպ հարցումներին եւ ավելի քան 3000 փորձագետներ են մասնակցում։ Մենք առաջի անգամ նմանատիպ հետազոտություն արեցինք 19 թվականին։ Երկրորդ հետազոտությունը մենք իրականացրել ենք 24 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում, այդ մեծ հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2000 մեր Հայաստանի բնակիչներ, բաժանված համապատասխան մարզերով, դեմոգրաֆիայով, կրթության մակարդակով եւ մասնակցել է 37 փորձագետ։ Ջրբաշյանի խոսքով զեկույցի արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական, այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից եւ կենտրոնանում է կրթության, թվային ներառականության եւ կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը եւ երկարաժամկետ գոյատևմանը։ Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլուխներից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի եւ տնտեսության ոլորտների։ Դժվար է առհասարակ թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանում, հաշվի առնելով, որ դա թույլ է տալի քաղաքականություն մշակող մարմնին եւ նաեւ գիտական ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաեւ մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնելու եւ ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար։ Ըստ մասնագետների զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը, տնտեսության վրա ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաեւ ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։ 20 տարի այս աշխատանքը մեթոդաբանությունը հղկվել է։ Այսինքն սա թույլ է տալի վստահելի լինել արդյունքների վրա։ Վերջին տարիներին նույնիսկ տարբեր միջազգային ռեյտինգներում, մասնավորապես ինովացիոն ռեյտինգները երկրների, ներառում է նաև GM-ից ցուցանիշներ, ինչը եւս մի անգամ թույլ է տալի հասկանալ լրջությունը այս աշխատանքի։ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024-2025 հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019 թվականի արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում Արևելյան Եվրոպա պլյուս խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելության սկզբունքով։ Գայանե Գաբոյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։